Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս և դիտում եք երկրի գլխավոր թոք-շոուն։ Մեր գլխավոր հերոսն արդեն տաղավարում է, դիմավորենք, ողջունենք Սեյրան Առաքելյանին, բարի երեկո պարոն Սեյրան։ Շնորհակալ եմ կիսաբաց լուսամուտների դիմելու համար եւ այսպես 92 թվական Ղարաբաղյան շարժում, որից անմասն չմնացիք նաեւ դուք։ Որքից ասեմ Հրաշյան, մինչև 92 թվականը բանագիտեգա աշխատում էի Հայ գյուղ քիմիայում, Բելարուս էի քշում։ Շարժը սկսվել էր մեր գյուղի տղեկը սաղ գնում էին։ Տունը խոսում էի, որ ուզում էի եթայի, ես էլ տնետիկ հերս մերս համաձայն չէին։ Ու մի օր գնացի հիմնարկ, պուճովկա գրին, որ պետք է եթաս վայնիներին օգնելու։ Դեյուն վաղ տրանսպորտ չկար, տրանսպորտը քիչ էր։ Բելարուսով պուճովկեն գրին, գնացի ու այտենց տաղեքին տարա, ամեն ձևի ծառայեցի իրանց հետ։ Ինչ էր ձեր հիմնական բան ու գործը։ Բելարուսով տղեկին տանում էի պոստ, էթում էի իրանց սնունդ էի բերում։ Ինչ գործեղներ էնում էի, էլի, փետ բերել էր, ես իմ տարբեր բաներ։ Զինամթերք էլ այդ թվում։ Հա, ամեն ինչ բանը ռայոնից եկա 15 կիլոմետր հեռու էր իրանց զաստավը նստած։ Դեցամբեր ցուրտ ավտոներներ այդքան չէին աշխատում, հիմիկ բան չէ, որ Ուրալերներ բան։ Բելարուսով, լաֆետով տղեկին տանում բերում էի։ Ձեզ եւ այն բոլոր տղաներին, ում դուք հիշում եք ու հիշատակում եք եւ այն մարդկանց, ում համար սահմանը եղել է հայրենիքի գլխավոր պաշտպանելու վայրը, եւս մեկ անգամ շնորհակալ ենք ու խոնարհվում ենք։ Շնորհակալություն։ 94 թվական հարաբերական դադար կոչվածը ձեզ որոշակի շունչ քաշելու ժամանակ ու հնարավորություն է տալիս, գնում եք Մասիս ընկերոջ տուն, եթե չեմ սխալվում, որտեղ էլ ձեզ անակնկալ էր սպասվում։ Ինչ անակնկալ էր։ Ընկերս եկել էր մեր տուն, խոսած ինձ է ծնողներս սաղոր կռիվ Դավին հետ էր։ Ամուսնացի, դե արդեն եկա մեզ տղա է։ Այտենց ընկերս եկել էր, ասեց իմ հարևանին մեր լավ աղջիկ կա, ասի լավ որ պարաբեղա մի օր կքամ։ Այտենց մի օր գնացի, պարաբ եղաք փաստորեն։ Դադար էր, մի օր գնացի, աղբորս ծեմ, այտենց հանդիպեցինք, գնացի այդ ընկերոջս հետ տեսա, իրիկուն հենց ընկերոջս հետ գնացի իրանց տուն։ Հերո անենց խելոք մուժիկա էլի, լավ մարդաղ խելոք։ Սեզ տղա ջան, որ դու ռիսկ ես էր այդքան ճամփա կդրեք հասել ես տեղ ու մի անգամից էլ եկել ես իմ տուն, կարաս էթաս հորն ու մորդ բերես, ծանոթանանք, տենանք ինչ ա բան։ Նոր կետա երկու օր հետո էր երևի, երկու օր հետո եկա գյուղ, պապային մամային առա գնացինք։ Պարոն Սեյրան, հայր ու մայր եք խառնել։ Մի հատ էմոցիա, զգացմունք, դուր եկավ այդ աղջիկը ձեզ, դուր չեկավ։ Հա դե ասում եմ, այդ մարդու հետ խոսացինք, ամեն ինչ նորմալ էր։ Այդ ինչ կախարդական երկու հարցեր եք տվեցիք, որ միանգամից ամեն ինչ պարզ էր։ Վրա չան, որ գործը կապնում ա։ Ահա։ Կապնում ա, էլի, այդ ցավը տալել։ Ես առաջարկում եմ ձեր կպցրած ներողություն ոչ եթերային արտահայտությանս համաձ գործի արդյունքը տեսնենք, Տիկին Թամարան եւս այստեղ է, դիմավորենք դրան։ Բարի երեկո Տիկին Թամարա, համեցեք, արի ու տես, որ գործը եթե կպնում է, ասում է ձեր ամուսինը ուրեմն կպնում է, դուք էլ էիք հարցին այդպես վերաբերում։ Դե եկելա տեսել ենք, հանդիպեցինք մի քանի անգամ, խոսեցինք։ Ես մի քիչ հեռավորությունից շատ էի, սարսափում էի, որ պետք է այդքան հեռու գնայի, սկզբից չէի ուզում, բայց հետո, որ հասկացա ինքը լավ մարդ ա որպես մարդ, տենց համաձայնվեցինք էլի։ Այդ ընթացքում դեռևս ռազմաճակատ գնալ գալը պարոն Սեյրանի դեպքում սովորական էր։ Այնպես չէր, որ ամբողջովին տանն էր և տեղափոխվել էր։
պատերազմն էլ ավարտված էր։ Դրա հետ եւս հաշվի չնստեցիք։ Դե ես հասկանում եի, որ պետք էր էլի, եթե տենց բան կար, ուրեմն երևի ճակատագիր էր։ Ու իմ համար դա արդեն այդքան էլ էական չէր։ Մանավանդ որ այդ ժամանակ հրադադար էր, որ մենք ամուսնացանք։ Դրա համար այդքան էական չէր, որ ինքը ծառայում է։ Իմ համար Ձեր առաջնեկը Արեգն էր, ով ձեր պլանավորած երեխան է եղել։ Արեգն է, հա, առաջինը ծնվել։ Որքան հետո ծնվեց ամուսնությունից զավակը առաջին։ Տարի 2-3 ամիս հետո նոր ծնվել։ Քիչ անց պատերազմական իրավիճակից երբ դուրս ենք գալիս, պարոն Սեյրան, դուք սկսում եք ինչպես եւ շատ տղամարդիկ օրվա ապրուստը վաստակել կողքի դաշնությունում մեկնում եք Ռուսաստան։ Գնացի դեռ բրծավ արդեն պատերազմը խախանդավ, դե արդեն զինվորականները զորակոչը կոչվավ, մեզ դուրս մնացինք ոնց որ պլանից էլի։ Ու դե ապրելու համար մի բան պետք էր։ Արդեն հիմնարկն էր քանդվել, հիմնարկը չկար։ Մինչև պատերազմը բրծավ, այդ հիմնարկը ծախեր էին մեր։ Լրիվ լուծարեր էին, արդեն էլ չկար։ Գնացի Ռուսաստան։ Դե ոչ մի գործարան չկար, ոչ մի աշխատատեղ չկար, արդեն շատ դժվար էր։ Դրա համար էլ որոշեց դուրս գար։ Փոքրիկ դադար մեր եթերում, որից հետո կիսաբաց լուսամուտները վերադառնում է տաղավար, հասկանալու համար ինչպես է դասավորվում այս ընտանիքի կյանքը եւ ինչու է պարոն Սեյրանն այսօր սայլակի վրա։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտներ, շնորհակալություն ուշադրության համար, սա երկրի գլխավոր թոք շոուն է, մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին, այն ստեղծված է, որպեսզի մենք միասին պայքարենք այն ընտանիքների բարեկեցության համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք մեր թեժ գիծ պլյուս 374 60 50 33 17։ Եվ այսպես Ռուսաստան գնալուց հետո կարճ ժամանակ անց, երբ իմանում եք երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու փաստի մասին, գալիս եք այստեղ ընտանիքին տեղափոխելու համար Ռուսաստան միասին։ Եկա մի ամիս մնացի, նոր երեխեքի հետ գնացինք։ Ահա։ Երևի մի 40 օր հետո դեպքը պատահեց։
Ինչ դեպքի մասին է խոսքը, պարոն Սեյրան։ Կրիշից ընկա, ողնաշարը սկոտրվեց։ Դուք այնտեղ շինարարությամբ եք զբաղվում եւ շինարարության ժամանակ է դեպքը տեղի ունեցել։ Որքան բարձրությունից եք ընկել։ Կոմի կրիշ էր, այդքան բարձր չէր, պրոստո տակը բիտոն էր ու փետ կար թափած։ Փետը փդած էր, ոտս տրի գնաց։ Ողնաշարը սկոտրվավ, դեից վերցին տարան Մոսկվա հիվանդանոց։ Այդտեղ օպերացիա, բան, եկա մի ամիս պարգա նոր օպերացիա երին։ Թոքերս ու սիրտս վնասվել էր։ Տիկին Թամարագուցե դուք մանրամասն պատմեք այդ օրերի դեպքերի զարգացումների մասին։ Դե ինքը սովորականի նման գնաց իր աշխատանքին, իրիկունը տուն չեկավ։ Եկան ասեցին, որ իբր ընկելա ոտքն ա վնասել, տարել են հիվանդանոց, բայց գիշերը բերել են, ուղղակի տուն չի գա, կմնա հիմնարկում, էլի։ Դե այդ պահին ես ոչ մի բան չկասկածեցի, հետո առավոտյան եկան իր անձնագրի հետևից, ասեցին անձնագիրը անհապաղ պետք է, հիվանդանոցում ուզում է։ Կասկած մտավ մեջս էլի, որ մի վատ բան ուրեմն տեղի ա ունեցել էլի, որ սենց կծկտուր են խոսում, ինչ որ բան լիարժեք չեն ասում ինձ, ու ես ստիպեցի, որ ուզում եմ անպայման իրեն տեսնեմ։ Մեկ ամիս շարունակ բժիշկները գիտեմ պայքարում էին սրտի, թոքի եւ մնացած կարևոր օրգանների աշխատանքի համար, որոնք վնասվել էին դեպքի պատճառով։ Բժիշկը ասեց, որ եթե այդ վիճակով վիրահատեն, կյանքին վտանգ ա սպառնում, էլի, չի կարա ինքը դիմանա դրան։ Դրա համար մինչև բժիշկները մի օրգանն էին փորձում կարգի բերել, մեկ այլ օրգան ամբողջովին շարքից դուրս եկավ։ Սկզբում, որ տարել էին հիվանդանոց, դաժե ընդեղ ասել էին, որ ինչի եք բերել սրան փրկություն չկա, այն վիճակն ա, որ սրան տարեք տուն, մենք ոչ մի բան չենք կարա անի։ Կարաբանովի հիվանդանոցում։ Բայց դե տղեկը ընդեղ ոչ մեկը դրան համաձայնություն չտվեց, թե ոնց կարելի ա տենց ասել ու տարան Մոսկվա։ Դե ընդեղ էլ ստուգեցին, ասեցին, որ վնասվածքները շատ ա, պետք է անպայման բուժում ստանա, նոր հետո ողնաշարը վիրահատեն։ Մինչև վիրահատությունը, մինչև բուժեցին, վիրահատեցին, արդեն ամբողջ ներվը մահացավ, էլի։ Դրա համար վիրահատությունից հետո այդքան երկար տևեց։ Մինչև այդ ասում են, եթե մի անգամից վիրահատենք, քայլի, շուտ կքայլի, էլի։ Բայց որ այդ վնասվածքների բուժումը մինչև վերջացավ, արդեն ամեն ինչ ուշացավ, ներվը մահացավ ու մինչև Եվ դուք տեղափոխվեցիք արդեն պարոն Սեյրան ձեր հայրենի գյուղ։ Մի քիչ որ կարգի եկավ ինքը, արդեն կարողանում էր նստել մի փոքր բան, նոր ընդեղից տեղափոխվեցինք Հայաստան։ Պարոն Սեյրան, դուք 16 տարի է սայլակին եք։ Բժշկական որևէ միջամտություն այս ընթացքում Կարմիր խաչ Եվ 6-7 տարի Կարմիր խաչ եմ գնացել։ Խոսքը վերականգնողական կենտրոն, Կարմիր խաչ են եղել։ Էտա, Սակի եմ գնացել մի տարի։ Դե արանքում շատ է հիվանդանոցներում եղել։ Աստե ասենք ոչ մի բան է։ Հիվանդությունն են ծորը, առավոտից իրիկուն հիվանդանոցների դռներն ես, հրաշ ջան։ Այդ հիվանդանոցների դռների հետ մեկտեղ դուք հնարավորություն ունենալու դեպքում աշխատել եք։ Ձայնասկավառակների խանութում։ Երբ որ ձայնասկավառակները դեռ արդի էին եւ որևէ մեկը դա գնում էր, քանի որ հիմա միայն էլեկտրոնային տարբերակով է երաժշտությունը։ Հիմա կոմպյուտերները դուրս եկան, արդեն ամեն ինչը ինձապ չիպերին։ Հիմա չունեք աշխատանք։ Չէ։ Ես ուզում եմ ձեր դստերն էլ տաղավար հրավիրել, եկեք տեսնենք թե Արևիկն ինչ է պատմում հայրիկի եւ իր ընտանիքի մասին։ Ողջույն Արևիկ, ասում են աղջիկները պապաների աղջիկներն են, տղաներն էլ մամաների տղաներն են, դու գալիս ես այդ միտքը հաստատելու, որովհետև դու ասում ես, որ դու հայրիկի հետ ավելի շատ ես կապված, քան որդին, Արեգը, եղբայրդ։ Այո։ Ինչու՞։ Չգիտեմ, ուղղակի տենց է ստացվել։ Իր հետ ավելի կապված եմ, չգիտեմ, ավելի մտերիմ։ Մեր փոքր տարիքի ամենաարդի հարցին դու ունես քո հստակ պատասխանը։ Երբ ինձ հարցնում էին մամայիդ ես շատ սիրում թե պապայիդ, ես երբեք չեմ գտել այդ հարցի պատասխանը, բայց չգիտեմ մայրիկդ նեղանալու է թե ոչ, դու դրա հստակ պատասխանը ունես։ Պապային ես ավելի սիրում։
Ինչ տեսակ են երազանքները քո եղել, ես գիտեմ, որ մեծամասամբ դրանք կապված են եղել հայրիկի և հայրիկի քայլերուն վերաբերող։ Հա, ինչպես բոլորը, բոլոր երեխաները ցանկություն կունենան, որ իրանց ծնողները առաջին անգամ իրանց տանեն դպրոց, կամ չգիտեմ, տենց ամեն ինչ իրանց հետ լինի։ Ես էլ նույնպես ցանկություն եմ ունեցել, որ հայրիկս, մայրիկս իմ ձեռքից բռնեն եւ տանեն դպրոց, բայց բախտի բերմամբ տենց չի ստացվել եւ ես չեմ ունեցել այդ հաջողությունը հայրիկիս ու մայրիկիս ձեռքը բռնած գնալ դպրոց, բայց ես իմ հույսը չեմ կորցնում ու շատ շնորհակալ եմ Աստծուց, իրոք որ գոնե այսպես իմ հայրիկը իմ կողքին է եւ ես գիտեմ որ նա ինձ հետ է։ Գիտես ինչ, ես երբեք չեմ սիրել երազանք բառը ու բազմիցս դրա մասին կրկնել եմ, բայց նպատակ բառը այ դա իմ բառն է միանշանակ։ Եթե մենք նպատակներ ենք ունենում, մենք գտնում ենք ճանապարհներ դրան հասնելու։ Չեղավ դպրոցը, չեղավ բարձրագույն ուսումնական հաստատությունը ձեռքը բռնած, որպեսզի հայրը քեզ ուղեկցի, բայց կարող է մի ավելի կարևոր բան, դեպի ամուսնական խորան պապան քեզ կարողանա տանել։ Միշտ դրա մասին մտածի։ Ձեր երեխաների դեպքում Տիկին Թամարա, կարծես շատ կարևոր է եղել հայրիկին ոտքի վրա տեսնելու գաղափարը, ինչը չի անցել կողքով նույնիսկ Արեգի։ Այդ ինչ պատմություն է դպրոցում։ Տղաս, որ գնաց առաջին դասարան, նոր տարվա շեմին ուսուցչուհին երեխաներին հարցնում է, թե երեխաներ, ինչ կուզեիք ձմեռ պապին ձեզ բերեր։ Ես որ գնացի դպրոց ուսուցչուհին ինձ պատմում էր, մենք լաց էինք լինում, ասում է բոլորը գոռում էին, մեկը սոկ եմ ուզում, մեկը կանֆետ, մեկը խաղալիք, մյուսը ես իմ ինչ, ասում է Արեգը լուր նստած էր, ձայն չէր հանում։ Ասում է այնպես նեղվեցի, մոտեցա, ասեցի, Արեգ ջան, բոլորը գոռում են, մի բան ուզում են, միթե դու ոչ մի բանի կարիք չունես, չես ուզում։ Ասում է ինքը միանգամից նայեց աչքերիս մեջ, ասեց ես մենակ ուզում եմ, որ ձմեռ պապին իմ հայրիկին առողջություն բերի ու իմ հայրիկը քայլի։ Արեգը քանի տարեկան էր այդ ժամանակ։ Այդ ժամանակ 7 տարեկան էր, նոր էր գնացել դպրոց, առաջին դասարան։ Արեգն արդեն մեծացել է ու այսօր ծառայում է հայոց բանակում։ Ու իդեմս Արեգի, ով ծառայում է այսօր հայոց բանակում, եկեք ջերմ ողջույններ ուղարկենք այն բոլոր տղաներին, ովքեր ապահովում են մեր անդորը։ Շնորհակալ ենք տղաներ։ Այսօր պարոն Սեյրան, ասում եք, որ ձեր առողջական վիճակը ի տարբերություն նախորդ տարիների փոքր-ինչ սրվել է, ինչին է վերաբերում հարցը։ Ես մի տարի արդեն պոչկաներս, երիկամներս չի գործում, հոմոդիալեզ եմ ենում։ Մի ժամանակ ստեղ Երևան էի, բայց որ Արեգը գնաց բանակ, տունը արդեն բան չէ, մարդ չկար էլի, երեխեն մենակ մնաց, մենք ստիպված գնացինք գյուղ։ Գյուղից հիմի 80 կիլոմետր գալիս եմ Գավառ դիալեզի օր մեջ։ Այդ էլ ոչ մի տեսակի տրանսպորտ չկա, տաքսիով։ Գնում եմ, գալիս եմ։ Եվս մեկ փոքրիկ դադար, որից հետո կիսաբաց լուսամուտները վերադառնում է հեռուստատեսային տաղավար և շարունակում թեման։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները և կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը,
փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Եվ այս պայն ուզում եմ տաղավար հրավիրել մեր այսօրվա գլխավոր հերոսի մարտական ընկերներին պարոն Բաբայանին և պարոն Մանուկյանին, դիմավորեք։ Բարի երեկո։ Որպեսզի ես երկար և գուցե և որոշակի վրիպումներով չներկայացնեմ ձեր մարտական պատմությունը ուղին պարոն Սեյրանի հետ, կխնդրեմ դա անձամբ անեք։ Պարոն Բաբայան, խնդրեմ ձեզանից։ Շնորհակալ եմ։ Սեյրանի հետ ծանոթացել ենք 1990 թվականին։ Ես ծնունդով Վարդենիսից եմ, բայց հետո 16 տեղափոխվեցինք Երևան, ինստիտուտս տեղավարտեցի, 88 թվականին եմ ավարտել Միչայլոց և այդ թվականին սկսեց այս թոհուբոհը։ Տատս պապս գաղթեցին Ադրբեջանից և կարիք կար, ես էլ գյուղատնտեսական ինստիտուտ ավարտել։ Գտնում էինք, որ այնտեղ և կաշխատեմ, և կապրենք տատի պապի հետ, որոնք խնամքի կարիք ունեն, տարիքով էին արդեն։ Տեղափոխվեցինք Մեծ Մասրիկ։ Շրջանը մեզ անծանոթ չէր։ Վարդենիսում ծնվել եմ, 12 տարի ապրել էի միջև հետ։ Հայրիկ մայրիկս էլ ուսուցիչներ էին շրջանում, բավական ծանոթ էր, բայց մենք եկանք, որտեղ սեփական տուն վերցեցինք, եկանք Մեծ Մասրիկ գյուղ։ Սերյանի հետ հասակակիցներ ենք, պատահական հանդիպում, որտեղ նաև մոտորապես հարևաններ ենք, մի 4-5 տուն էս կողմ ենք կողմ։ 90 թվականին հանդիպեցինք, ունգերացանք, իսկ երբ արդեն հասկանալի էր, որ սովորական սենց որսորդական հրացաններից արդեն անցում պիտի արվեր ինքնաձիգների պատերազմ իսկապես պարտադրվում էր արդեն, ինչպես ցանկացած հայ տղամարդ, հայ երիտասարդ, որ կմտածի հայրենիքին անհրաժեշտություն կա օգնելու, վերջապես սահմանները պահելու, մենք էլ որոշեցինք մասնակցել սահմանների պաշտպանությանը։ Ինչով էր առանձնանում այդ մի խումբ տղաների մեջ մեր այսօրվա հերոսը։ Հերոսը մի քիչ ավելի ուշ միացավ մեզ, երևի մի տարի, սահմանամեջ գյուղերում, այդ ժամանակ էլի թուրքել ասենք, չէ, թուրքերն էին բնակվում։ Իրանց գնալուց հետո պետք է պահվել։ Դա Քյալբաջարի հետ անմիջապես սահմանն էր։ 92 թվականի ամռանը բարձրացանք, ուղեկալը մեզ տրամադրվեց և այդ ժամանակ նաև որոշակի տրանսպորտի առումով, այդ ժամանակվա համար տրակտորը լավ հետո բավական լուրջ տրանսպորտ էր, վառելիք էլ չկար, առանձնահատուկ մեզ չի նետում, մենք մեր որոշակի մեր ուժերով էինք դա կազմակերպում։ Ներողություն պարոն Բաբայան, բայց այնուամենայնիվ պարոն Մանուկյանին էլ թույլ տանք խոսք ասել։ Ես գիտեմ, որ եթե մասնագիտական ճակերտների մեջ մասնագիտական պարտականություններ պիտի կատարել, այսինքն որև A կետից B կետ բեռ տեղափոխել, համենայն դեպս ոչ միայն դրանով էր սահմանափակվում պարոն Սեյրանի ով լինելը, նա լավ ընկեր է եղել և նույնիսկ եթե ուտելիք չկար, որը պետք էր տեղափոխել զինվորների համար, նա դա հայթայթում էր ու բերում։ Դա արդեն այդ ուտելիքի հայթայթման միջադեպը ասեմ, պահեր գրավում եղել էր սնունդի կարիք կար։ Իմի ծառայության մեջ ենք հեռու ես ասենք բնակավայրից և այլև կալավաճառության բնակչություն չկա և սնունդի հայթայթման կարիք կար։ Մի քանի կիլոմետր հեռու Սարի դոշին այս նկատեցինք Սեյրանի հետ, ասենք ոնց դա սնունդի աղբյուր է, ինչ պետք է անենք, Սեյրան ես այդ այցը պետք է համբերեք, ես դա խփեմ կբերեմ։ Եվ Խոսքի տերն էր։ Այո, և Սեյրանը մի ժամ հետո երևի մի ժամ չարչարվել էր այց հետևից, երևի 10-15 կիլոմետր այց հետևից ման էր եկել։
մի 4 ժամ հետո երևի բան էր ձեր 4-5 ժամ Սերան շալակած այծը իջավ։ Իսկ դա մեր համար արդեն մեծ տոն էր։ Կար սնունդ եւ այլն։ Այնակ առաջ մատի գործեր։ Պարոն Բաբայան, ինչպիսին էր վիճակը տղաների շրջանակում։ Միշտ ինչ որ մեկը ինչ որ մի կերպ առանձնանում է այդ վայրերում։ Այս դեպքում Արիուտը Սեյրանն էլ իր ունակություններով էր առանձնանում եւ անվախությամբ, ինչպես ինձ հասցրեցին արդեն տեղեկացնել, բոլոր այն քիչ հասանելի, դժվար հասանելի վայրերը հենց նրան էին տրվում։ Իհարկե, Սեյրանը ասում որ շատ բարի, ազնիվ, արդարության մղումով անձնավորություն է։ Վաղուց է մահը հաղթահարել, այսօր առանձնահատուկ ավելին հաղթահարած է իր մոտ մահը։ Ես նույնիսկ որ գնում եմ գյուղ այցելում եմ իրան, անպատճառ այցելում եմ բնականաբար, ասում եմ որ դու դրանով իսկապես այսօր նաև մեզնից դրանով ավել ես, որովհետև մարդը չի վախենում մահից, կարողացել է հաղթահարել, այդ լուրջ երևույթ է։ Եվ սկզբից, երբ որ այդ տրանսպորտային գործը ասենք կար, եւ մեր մոտ էլ նենց էր ստացվել, որ վարորդներ էլ չունեինք տղեկի մեջ, եւ հետո երբ որ քարվաճառը ազատագրվեց, մեր եղբայր ազգահագին բան էր թողել, այնտեղ մի Ուրալ էլ, բեռնատար Ուրալներից, զինվորական, մեծ փայ հասավ, եւ Սերյանը սկսեց վարել, Սերյան էր վարորդը։ Եվ ստեղ ինքը փաստորեն ավելի շատ դրսևորեց, ավելի կարևոր էր, որտեղ իսկապես վարորդ չունեինք, եւ որպես վարորդ էլ էր անվախ, որտեղ 94 թվականի երկրորդ կեսին հունվարի, երբ այնտեղ կա Սեյդլարա կոչվում, այդ շրջադարձերը, պավարոտները երբ որ ռմբակոծվում էին, արդեն թշնամու կողմից, միակ տղեն էր, որ անվախ եւ ոչ նորմալ անիվներով Ուրալի մեր համար եւ պատրոն էր բերում եւ զենք եւ ամեն ինչ որ պետք էր բերում, ասում էր վառել եք։ Անփոխարին էլ այդտեղ Սերյանի դերը։ Անկեղծ, որտեվ մի անգամ հիշում եմ, որ վատ էր նույնիսկ նահանջի պահ էր առաջացել, ասեցին Օմարն արդեն վատ է, մենք մի քիչ դեպի Վարդենից Բոզլու էր կոչում, այդ դիրքերն էինք պահում։ Օմարում երբ որ արդեն ավելի վատացավ, մեքենաները չէին գալի։ Հետո տեսանք Սերյանն եկավ ու բերել էր մթերք։ Իրան արդեն մենք ոնց որ թե դիրքերից մի քիչ առանձնացրել ենք, շատ դիրքերին չենք տա, մենք կարևոր պահերին, երբ որ վտանգավոր էր, նոր փորձում ենք, ասենք ուժերն օգտագործել, բայց Սերյանը հիմնականում, որտեվ դա էլ էր հերոսություն։ Ով իր գործը նորմալ կատարում է, որտեղ դա հերոսություն է։ Ով ոնց պտտվում է սնունդի արկայության կամ բացակայության ժամանակ է հիշում Սերյանին։ Դուք էլ հաց թխելուց էիք հիշում, իսկ ավելի կոնկրետ կեսուր մայրիկը ձեր հաց թխելուց էր պարոն Սեյրանին հիշում, դա ինչ պատմություն է։ Ժամանակ ինքը տնից գնաց ու 17 օր ինքը չեկավ տուն։ Ու ոչ մեկ չգիտեր, թե ինքը ուր է։ Ոչ մեկ տեղեկություն չուներ, ինքը գնացել էր ու չկար։ Այդ ժամանակը այդ օրը, որ ինքը եկավ, կիսուրս թոնրաշուրթին հաց էր թխում ու ասեց Աստված ջան, այս հացն եմ կանչել, իմ տղեն գոնե այսօր տուն գա։ Ու հենց դուրս եկանք, մեքենան տեսանք, որ ինքը հենց այդ օրը տուն եկավ։ Ուղիղ 17 օր մենք տեղեկություն չունեինք, ինքը որտեղ է, ինչ է, գնացել էր ու չկար։ Ու տենց շատ էր ելնում էլի, որ գնում էր ու օրերով տուն չէր գալիս, կամ գիշերվա կեսին մի օր կգար, մի օր չէր գա, տենց դժվար օրեր էր էլի։ Փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր Սեյրանի նման եղել են պատերազմի դաշտում եւ կարողացել են իրենց, չգիտեմ, մեծ ու փոքր նոմաններ դնել հաղթանակի համար։ Ես ուզում եմ ծափահարենք մեր ազատամարտիկ տղաներին։ Ազատամարտիկ ընկերների պատմությունից մենք բոլորս երևի հասկացանք, որ Սեյրանը շատ պատասխանատու տղա է եւ այսպիսի տղաներին ռուսերեն մի խոսք ասում են «Svой парень», այսինքն իրան կարելի է վստահել, ինքը շատ կարևոր գործ է անում, բայց երբեք դրան այդքան կարևորություն չի տալի։ Ապրես Սեյրան, իրոք դու լավ գործ ես արել։ Հիմա ես ուզում եմ մի քիչ նաեւ անդրադառնամ ձեր ֆիզիկական վիճակին, որ հայտնվել եք սայլակին, արդեն 16 տարի, եթե չեմ սխալվում, չէ՞։ Ես մի քիչ ավելի շատ եմ սայլակին, ուղիղ 2 անգամ շատ։ 32 տարի էլ ես եմ սայլակին, շատ մանրամասը գիտեմ ինչ է դա նշանակում։
ձեր խոսքի մեջ նաև ձեր տիկինը Թամարան ասեց, որ սա այնպիսի վիճակ է, որ անդադ բժշկական հսկողության կարիք ունի։ Ես սրա հետ համաձայն չեմ։ Նախ, հաշմանդամությունը դա հիվանդություն չէ։ Եվ գտնվելով սայլակի վրա պարտադիր չէ անընդհատ լինել բժիշկների հսկողության տակ։ Կարելի ապրել բացարձակ առողջ ապրելակերպով, ինչը նաև դու արել ես։ Չեմ ուզում այս իմ ասածին նաև խառնել ձեր պոչկաների հետ կապված խնդիրը, որ իրոք ստեղ բժշկության, միջամտության կարիք կա։ Այլ բան է, որ դու հիմա այդ խնդիրն ունես Վարդենիսից Գավառ տեղափոխվելու համար, ես կուզենայի, որ մենք սրա մասին մի քիչ ավելի շատ խոսեինք եւ փորձեինք գտնել որևէ լուծումներ։ Ձեզ կարող են օգնել հասարակական կազմակերպությունները, ձեզ կարող են օգնել բարեգործ մարդիկ, բայց ամենամեծ պատասխանատվությունը պետության վրա է։ Ասեմ ինչու։ Մենք արդեն 4 տարի ապրում ենք մեկ այլ իրականության մեջ, երբ Հայաստանի Հանրապետությունը ընդունեց հաշմանդամների իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան եւ այսօր նա մեր երկրում օրենքի ուժ ունի, անցել է սահմանադրական դատարան, ազգային ժողով եւ վավերացվել է 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Ինչ է սա իրենից ենթադրում, ես ինչու սրա մասին ասեցի։ Կոնվենցիան պարտադրում է ցանկացած կոնվենցիան ստորագրած պետության հոգալ իր հաշմանդամների խնդիրների մասին եւ 50 հոդված ունի կոնվենցիան, ամեն հոդված մանրամասը նկարագրում է, ես հետո ձեզ այդ կոնվենցիայի օրինակ կտամ, թե որ դեպքում ինչ է երաշխավորում պետությունը եւ ինչ պիտի անի։ Մասնավորապես ես 2 հոդվածի մասին պիտի հիմա ասեմ, դա 9-րդ հոդվածն է, որը խոսում է մատչելիության մասին եւ պետությունը երաշխավորում է այնտեղ մի ամբողջ էջ գրված է թե ինչեր է երաշխավորում։ Եվ խոսում եմ, եթե չեմ սխալվում, 18-րդ հոդվածի մասին, որը ազատ տեղաշարժման մասին է։ Հիմա դուք ես ինչքան հասկացա դրանից Պարոն Օհանյան, ես շատ ուրախ եմ ՄԱԿ-ի առկայությամբ Հայաստանի Հանրապետությունում, բայց եկեք համաձայնենք, որ եթե ինչ-որ մի բան կատարվում է մեր հանրապետությունում, դա զգալի ազդեցություն է թողնում միայն մայրաքաղաքում կամ խոշոր քաղաքներում։ Այնտեղ, որտեղ այս ընտանիքն է ապրում, նույնիսկ ծիծաղելի կլիներ դրա մասին։ Ես ձեզ հետ համաձայն եմ, Հրաչ ջան, բայց ասեմ, նույնիսկ մեր մայրաքաղաքը ոչինչով չի տարբերվում Վարդենիսից։ Ասեմ ինչու։ Որտեղ մեր ես ավելի համեստ գտնվեցի գնահատականներում։ Ես հիմա ուզում եմ ավելի մենք հստակ պատկերացնենք ինչ իրավիճակում ենք ապրում մենք։ Մեր մայրաքաղաքում չկա մեկ մատչելի հասարակական տրանսպորտ։ Ու եթե Սեյրանը ապրեր նույնիսկ Երևանում, ինքը այս խնդիրը ունենալու էր։ Մենք արդեն 3 տարի սպասում ենք, Երևանի քաղաքապետարանը բյուջեով նախատեսում է 20 միլիոն, 25 միլիոն դրամ այդ տարվա համար մեր ունեցած ավտոբուսներից, քանի որ նորերը շատ թանկ են, ասում են, սա այլ թեմա է, այս մեր ունեցած ավտոբուսներից մի քանիսը հարմարացնել։ Եվ ասեմ ձեզ, այդ մատչելի ավտոբուսները, որի մասին ես խոսում եմ, դրանք առանձնապես իրանց գնով չեն տարբերվում այս մեր տեսած ավտոբուսներից։ Մեր մոտ գիտակցությունը դեռ չի հասունացել այնքան, որ մենք հասկանանք, որ սա շատ կարևոր բան է Երևանում, Վարդենիսում, Կապանում, Նոյեմբերյանում եւ որևէ տեղ մենք զրոյական արդյունք ունենք հասարակական տրանսպորտի։ Այսօր ձեր խնդիրը բավականին լուրջ խնդիր է։ Տեսնեք ով է պատասխանատու մարմինը, որը պետք է այս հարցը կարողանա լուծել, որտեղ ձեր մոտ ունեք դուք խնդիր, որը իրականում բժշկական հսկողության կարիք ունի։ Ինչ վերաբերում է սայլակին գտնվելուն, դա այդքան սարսափելի վիճակ չի, դա հիվանդություն չի, դա ճակատագիր չի, դա արած չի։ Դուք կարող եք լիարժեք ապրել, ինչպես ես եւ մեր նման շատերը, որոնք արդեն ապրում են։ Շնորհակալ եմ, պարոն Օհանյան։ Պարոն Բանգոյան, լսում եմ ձեզ։ Ես ուղղակի մեջբերում կանեմ մեծ ընջիվանուց։ Կենթանի մարդուն է արժան, հարգանք պատիվ շքանշան։ Մահացածին թեկուզ արցան, եղած չորղած չունի նշան։ Ես ողջունում եմ Սեյրանին եւ իդեմս Սեյրանի բոլոր մեր ազատամարտիկներին, ովքեր իրենց առողջությունը, կյանքը եւ արյունը չեն խնայել հանուն հայրենաց եւ
հայրենիքին թող հալալ լինի նրանց տապածարյունը, բայց այսօր օրն է, որ մենք որպես պետություն կարողանանք մեր կարիք ունեցող հաշմանդամ եղբայրներին օգնության ձեռք մեկնելու։ Լսում եմ ձեզ։ Նախ ես ողջունում Սերյան ջան, քեզ գումարտական ընկերներին, քանի որ անձամբ ես ինքս եղել եմ 90-ական թվականներին Վարդենիսի շրջանում, երևի այստեղ մեծամասնությունը չգիտեն, որ Վարդենիսային շրջաններից մեկն ա եղել, որ եղել է սահմանամերձ գոտին։ Այսինքն Վարդենիսի շրջանային ժամանակ իմ հիշելով Կորյուն Հակոբյանն էր ռայկոմի քարտուղարը։ 36 գյուղից 6 գյուղը հայաբնակ գյուղեր էին, 30-ը թուրքաբնակ գյուղեր էին, եւ դա բավական էր, որ Վարդենիսի ժողովուրդը տեղի թուրքեր հետ էլ իրանց հարցերը լուծային։ Ընդհուպ դուք դա կարողացաք անել, դրանց դուք արդեն անցել եք, գիտեմ, Քյալփաջարով մինչև Եսիմուր, եւ երկրորդը մեր Սուրիկը, որ ավելացրեց դիալեզի կապակցությամբ, Հայաստանում ամենաերկար դիալեզով հիվանդը Քյավառցի Խաչիկար դուպտի ճանաչես։ Անցած տարի մահացավ։ Հիմա կինսա 15 տարի է, որ դիալեզով հիվանդ է, ասենք ռեկորդ աղբեր։ Ես գիտեմ, թե ինչ է դիալեզը։ Օրու մեջ հիվանդանոց այն ժամանակ Գավառում չկար։ Չկար, այս չգիտեմ, երևի Երևանս եկել դիալեզի գնացել, իմ ասում փառք այնտեղ կա, բայց հարցը դա չի։ Դիալեզով հիվանդը պատկերացրեք օրու մեջ առավոտյան տանն հիվանդանոց եւ 6 ժամ հետո հիվանդանոցից բերեն տուն, մարդու վիճակը ինչ է։ Արդյոք ստեղ գալիս է մեր ղեկավարության անուշադրությունը, որ ինչի համար պետք է նման մարդուն գոնե միջամտեին ուղարկեին արտասահման, եթե մի երիկամը, որտեվ քանի որ ինքս ծանոթ եմ այդ հիվանդությանը, ասում եմ, եթե փորձեին օգնեին Սերյանին, գոնե մեկն էր արտասահման, մի երիկամը փոխեր, նա այսօր էլ իրեն ապահովված կրած, բայց այս վիճակում ինքը գնալու ավելի է վատանալու։ Ես ողջունում եմ քեզ, համբերություն եմ ցանկանում։ Ապրելու պայքարի մասին մեր զրույցը մենք կշարունակենք փոքրիկ դադարից հետո երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում, հեռու չգնաք։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։
Ապրելու պայքար, կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք հեռուստատեսային տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում, կամ զանգահարեք թեժգից 060 50 33 17։ Գարե, լսում եմ ձեզ։ Շատ կարճ ուզում եմ մի փոքր անդրադարձ անեմ մեր փորձագետի ասացին, որ եթե պատկան մարմինները իսկապես զբաղվեին պատկան հարցերով, կարծում եմ կիսաբաց լուսամուտները այսքան երկար չէր գոյատևի եթերում եւ չէր ունենա այսպիսի բազմահազարանոց լսարան ու այսքան չլուծված խնդիրներ։ Բայց ես յուրաքանչյուր եթերի կրկնվում եմ, մի անգամ եւս ուզում եմ կրկնվել, դա միայն պատկան մարմինների եւ պետության խնդիրը չէ, դա յուրաքանչյուրիս խնդիրն է, որովհետեւ այս մարդիկ պաշտպանել են մեր անդորը, մեր երկիրը, մեր երեխաների ապագան եւ յուրաքանչյուրս ով նստած է այստեղ պարտական է ձեզ եւ ես շնորհակալ եմ, որ ձեր նման մարդիկ դեռևս կան։ Բայց Մասնագիտությանս տեսանկյունից էլ նշեմ, որ այստեղ ընդհանրապես որևէ հոգեկան խնդրի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ճիշտ է մարդը գանված է սայլակին, բայց շատ առողջ մթնոլորտում մեծացող երեխաներ են, շատ ուժեղ ու ամուր ընտանիք է ու միակ հարցը կարծում եմ ձեզ մոտ անգամ ուշադրության կարիքը չէ, այլ զուտ ֆինանսական է։ Ու էլի ասեմ, հավատացեք, որ կգտնվեն մարդիկ այս ահավոր մեծ լսարանում կգտնվեն մարդիկ, որոնք ձեզ անպայման օգնության ձեռք կմեկնեն, որտեղ դուք մեզ դեռ ամեն դեպքում շատ եք պետք գալու։ Առողջ եղեք։ Շնորհակալ եմ։ Աննա։ Իսկապես կիսում եմ իմ գոլեգայի կարծիքը, ընտանիքը բավականին առողջ է, ես հենց ուզում եի դրան անդրադառնալ։ Մենք այսօր ականատես ենք մի ընտանիքի, որտեղ կա բավականին այսպես համեստ եւ շատ քնքուշ աուրա, հա, բավականին հոգատար հայր, որը գանված լինելով նույնիսկ աթոռին, ինքը կարողանում է հոգալ ընտանիքի հոգսը։ Մայր, որը իսկապես իր կանացի տեսակի մեջ բավականին հանդուրժող, ինչ որ միտեղ երևի թե հարմարվում է այդ վիճակի հետ, որը ես կցանկանայի որ չլներ, բայց շատ հետաքրքիր տեսարաններ, աղջնակ, որը շատ պայծառ, խոսում էր այն մասին, որ ընտանիքում ջերմություն կա, ծնողների կողմից սեր կա, այսինքն ձեր շարունակությունը բավականին առողջ է, ձեր շարունակությունը իսկապես լիարժեք է։ Դուք ունեք որդի, որ այսօր պահպանում է այն հայրենիքի սահմանները, որոնք դուք ժամանակին պահպանել եք։ Շնորհակալ եմ իսկապես։ Ես Գիտեք ցավալին ինչ է, այս տեսարանի մեջ այնքան հետաքրքիր էր, դասական մարդկային արժանապատվության այսպես օրինակ էր, մարդ, որը պայքարել է, մարդ, որը կռվել է, համեստորեն այդ ամենի մասին լռում է։ Ու կարծես թե իսկապես իրենք արժանի են լավագույնին։ Տիկին Թամարա ինձ ապշեցրել էր մի պատմություն, որը Սեյրանի հետ էր կապված, երբ նա կոշիկներով տանից դուրս էր եկել եւ առանց կոշիկների վերադարձել։ Սա կարծես առաջին հայացքից ոչ մի զարմանալի բան իրենց չի ներկայացնում, չէ՞։ Տարբեր տարբերակներ կարող են լինել, բայց արի ուտես ու մենք կրկին գնում ենք դեպի զինծառայողին։ Կպատմեք այդ պատմությունը։ Առավոտյան մենք իրեն սովորական նման ճանապարհեցինք աշխատանքի ու ժամ էր, արդեն երևի 12-ն անց էր, 1-ն էր, ինքը տուն եկավ ու ոտաբոպիկ էր։ Զարմացանք, ասեցինք այ տղա, դու ինչ ես ոտաբոպիկ, կոշիկները տուր եմ, ձեռքը թափ տվեց ու չշարունակեց, բայց մեզ հետաքրքրեց, թե վերջը կոշիկները տուր են, ինչի ես առանց կոշիկների, ասեց մի զինվոր կար, կոշիկները պոկված էր, նավտուլով ամրացրել, հագել էր, իմը հանեցի տվեցի, ասեցի դրանք դու հագի, ես կգնամ տունը մի բան կհագնեմ։ Ու տենց ինքը առանց կոշիկների եկել էր տուն։ Պարոն Սեյրան, դուք այսօր լռությամբ ընդունեցիք դստեր ասածը, փորձագետների ասածը, կնոջ ասածը, երևի կինը այնքան է ասել այդ մասին տանը, որ իրականում այդ դեպքում գոնե պիտի լռեիք։ Մարտական ընկերների ասածը, որոնց երկար ժամանակ է չէիք հանդիպել, ու այսօր դա անակնկալ էր ձեզ համար մեր կողմից պատրաստված։ Ձեր ցանկությունը ո՞րն է այսօր։ Այսքանից հետո։ Դե օգնեն գոնե այդ համ կամ էլ այդ բանը գավառ։ Էտա, թե չէ ուրիշ շնենց ցանկություն չկա, մինչև այդ նորմալ իմ համար հանգիստ ապրում էի։ Մինչ էլ եթե դիալեզի մոմենտը չեղներ, ես էլի իմ գործը
տղամարդը պետք է մի վճար գտնի իր ընտանիքը պահա, մինչև այդ պահեր եմ։ Նպատակը որն է, այսպես հարցադրում ստամ։ Մեր ընդհանուր նպատակը այն է, որ մենք ինչքան կարանք պայքարենք, ապրենք միասին մի փոքր երկար գոնե, որ չբացակայի ինքը մեր կյանքից։ Կետ է կռիվը, էլի։ Մենք մենակ էտ ենք ուզում։ Կարելի է։ Ուղղակի ես քանի որ ծանոթ եմ, Սեյրանը համեստություն է անում եւ չի ուզում ասի, քանի որ ես այդ հիվանդության լավ տեղակ ծանոթ եմ, ես կզում մի հարց տամ եւ դե անկեղծ պատասխանես։ Քանի տարի ես դիալիզի գնում։ Մի տարի արդեն։ Մի տարի, ուրեմն դու դեռ կարող ես ապակինվել, այսինքն շանսեր կա։ Եվ երկրորդ հարցից պատասխանը անկեղծ։ Քեզ պետքա գեպարին, ալբոմին, կալցի դետրի, այն ուզդեղերի անունները չեմ ասում։ Որտեղից ես դու հայթայթում։ Ինձ այդ ասա ու ես բան չունեմ ասում։ Որտեղ դրանց կներ այնքան բարձր են, ստեղ չգիտեք։ Ես 15 տարի այս տարոպում այդ կնոջս այդ գիտեմ ինչ արժեն։ Որտեղից է դուք հայթայթում այդ տեղը։ Պարտկով վերցում եմ ապտեկաներից։ Կամաց թոշակից փակում եմ, նպաստից տալիս եմ։ Ես գիտեք ի ասի, Երաս ջան, Սուրիկը որ ասաց ինչ-որ Ժնևի կոնվենցիա չգիտեմ ես ինչ բուժում, գոյություն չունի, նման դեղեր չեն տալի դրանք։ Ընդհանրապես դիալիզի հիվանդով հիվանդներին աբսոլյուտնը ոչ մի օգնություն համարը ցույց չեն տալիս։ Գանե Ղարդյան ճիշտ ասաց, մեր հույսը մենք ենք։ Ես հուսով եմ, որ այն ոգևորությունը, այն համախմբվածությունը, որ ձեր ընտանիքն ունի, եւ այն լույսը, որ ձեր ընտանիքում կա, ձեզ պարզապես բարի մարդիկ կօգնեն, որ դուք ավելի երկար դա ապահովեք միմյանց համար, որովհետև դուք այսքան լուսավոր եք, որովհետև բոլորդ միասին եք։ Ընդամենը Արեգն է պատասում, նա էլ կարճ ժամանակ անց կմիանա ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, մեզ է մնում ընդամենը ստեղծել որոշակի հնարավորություններ այս ընտանիքին էլ ավելի երջանիկ ապրելու, փոքրինչ։ Առողջությունն է կարևոր, բոլորս գիտենք այդ մասին։ Մենք սպասում ենք ձեր արձագանքին, առողջ ու երջանիկ եղեք, այսօր այսքանը ցտեսեցին։